Խաչատրյան նաև Ալիևի հայտարարությունին անդրադառնանք, երենք նա նշել էր, որ հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ պետք է փակվի, նախ այս մասով իր դիրքորոշումը, որ նա արտահայտում է եւ նույնիսկ այսպես պահանջ է ներկայացնում, դուք ինչպես եք գնահատում։ Ալիևը որևէ պահանջ չի կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը եւ չի ներկայացնում։ Դե հիմա դա իր կարծիքն է, որ դե ինչ ատոմակայան պիտի փակվի, թող իր կարծիքը մնա։ Հիմա մենք ամեն անգամ Ալիևի ինչ որ կարծիքի փորձում ենք արձագանքել։ Ալիևի կարծիքով չէ, որ մեր ատոմակայանը պիտի բացվի կամ փակվի։ Մենք նպատակ ունենք նոր ատոմակայաններ կառուցել։ Մոդուլային կլինի, թե ինչ կլինի։ Հիմա ժամանակի ընթացքում, այո, հիմա տեխնիկայի առաջընթացի, տեխնոլոգիաների առաջընթացի պայմաններում կան մոդուլային ատոմակայաններ, որոնք շատ ավելի հարմար են Հայաստանի Հանրապետության համար։ Այո, մենք կառուցելու ենք նոր ատոմակայաններ։ Հիմա հինը փակելու ենք, ինչ ենք անում։ Այո, հինը մի օր պետքա փակվի։ Բոլորիս պարզ է, որ Հայաստանի հայկական ատոմակայանը բարոյապես մաշված է եւ այսօր այս տեխնոլոգիաների պայմաններում շատ լավ կլինի, որ մենք ունենանք տեխնոլոգիական առաջընթացին համապատասխան նոր ատոմակայան։ Հիմա Ալիևը ինչ կասի, չասի, մենք մեր գործը անում ենք։ Իր կարծիքն է։ Այս պայմանագիր կա, չէ՞, երկար մինչև 30։ Այո, այս պայ դրությամբ այո, իհարկե ատոմակայանը աշխատում է եւ դեռ կաշխատի, քանի այլընտրանքը դեռ չկա, բայց Հայաստանի Հանրապետության կառավարությունը այլընտրանքի ուղղությամբ լուրջ միջոցառումներ է ձեռնարկում եւ այն երկրները, ովքեր մեզ կառաջարկեն շատ ավելի լավ պայմաններ, դա կլինի Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, չգիտեմ, Ռուսաստանի Դաշնություն, ով ավելի լավ պայմաններ կառաջարկի ատոմային էներգետիկայի բնագավառում ներդրումներ անելու համար, այդ առաջարկներ ընդունելու։ Այո, դեռ որոշում չկա։ Նպատակ չկա ատոմային էներգիայից հրաժարվելու կամ Ոչ, մենք ատոմային էներգիայից չենք հրաժարվելու, բայց տեսեք, որ Հայաստանը նաև կարող է դառնալ ինքնաբավ էներգետիկ երկիր եւ կառավարության առաջնահերթություններից մեկն է Հայաստանը դարձնել ինքնաբավ էներգետիկ երկիր։ Մենք ունենք արևային էներգիայի այնպիսի ռեսուրսներ, պահանջներ, որ մեզ հնարավոր է նաև գուցե եւ առանց ատոմակայանի ապահովում ենք մենք էներգետիկ ամբողջ ցիկլը։ Հայաստանը այս առումով չի կարող փոխարինել։ Նու այս պահին ամեն դեպքում մենք էներգետիկ անկախ համակարգ ունեցող երկիր ենք պատրաստվում ունենալ եւ ունենալու ենք։ Եվ նաև TRIP-ի հետ կապված եւս հայտարարություններ արել, որ նախագծի շրջանակում ադրբեջանցի մասնակիցները արդեն վերլուծություն են իրականացրել Հայաստանի տարածքում եւ նույնիսկ որոշել են, թե որ վայրերը որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերը հենասյուները։ Այս մասով ինչ Ոստեն իրենք են որոշում մեր տարածքում որտեղ ինչ պետք է տեղադրվի։ Ներողություն եմ խնդրում, նաև դուք Սյունետ հավելում անեմ, էլի, եթե կա դուք Սյունեցի падգամավոր եք, օրինակ ուժեղ Հայաստանի տեղեկություններով Մեղրի տարածաշրջանում են եղել ուսումնասիրությունները, ադրբեջանցի մասնագետները այնտեղ են ուսումնասիրությունները անցկացրել, հա։ Դուք տեղյակ եք այդ ուսումնասիրություններից հայկական կողմից ով է մասնակցել, հա։ Եվ հենց այդ 42 կիլոմետրանոց հատվածն է ուսումնասիրվել եւ ընդհանրապես այդ գործընթացը երբ կսկսվի, օրինակ Ալիևն ասում է, որ իրենց մոտ ավարտին հասցնել 6 ամսվա Ինչն է ավարտին հասցնել։ Այդ էլեկտրահաղորդման գծերի փոխանցման այդ համակարգը, Այո, տեղյակ չեմ մասնագիտական ինչ քննարկումներ են եղել, որովհետև դրանք մասնագիտական են։ Նորմալ եմ գնահատում, որ մասնագիտական քննարկումներին պետք է մասնակցեն նաև Ադրբեջանի մասնագետները, իհարկե, եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի, եւ միջազգային, եւ Միացյալ Նահանգների Ինչ վերաբերում է էլեկտրահաղորդակցությանը Ադրբեջանի եւ Նախիջևանի միջեւ, որը անցնելու է Հայաստանի տարածքով, իհարկե դա տնտեսական համագործակցության ձևերից մեկն է, շատ լավ է, բացի տրանսպորտային հաղորդակցության մենք ունենալու ենք նաև էներգետիկ հաղորդակցություն եւ այս պայմաններում եթե մասնագիտական քննարկումներ են գնում Ադրբեջանի հետ, դա կարծում եմ նորմալ է եւ պետք է լինի։ Հայ ինչի դրա մասին չի հաղորդվում, եթե նորմալ է, եթե որևէ խնդիր չեք տեսնում, օրինակ պաշտոնական հաղորդագրություն ինչու՞ չեղա։ Ես ինչքան գիտեմ կան հաղորդագրություններ, որովհետեւ ես այդ հաղորդագրությունները չգիտեմ որտեղից եմ ծանոթացել, բայց կան ամեն բան որ նորմալ է հիմա ինչ ասենք սա նորմալ է որ ես ամեն օր գործի եմ գալիս հաղորդագրություն տամ որ այսօր եկել եմ աշխատանքի կատարում եմ իմ աշխատանքը մարդիկ իրենց աշխատանքն են անում նորմալ է եթե հանրային պահանջ լինի լուսաբանելու իհարկե մեր կառավարությունը որևէ բան չի տալիս գործընթաց այդուհանդերձ ընդհանուր կարծում եմ կլինի տեղյակ չեմ մասնագետների հանդիպումների բայց շատ նորմալ եմ գնահատում եւ պետք է լինի Պարոն Խաչատրյան օգոստոսի 8-ին լրացավ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման 1 տարին, ում գնահատեք
մեկամյակա գործընթացի եւ մասնավորապես այդ փաստաթղթի ստորագրման հետ կապված, որ հանգրվանում ենք, կուզենամ անդրադառնանք նաեւ TRIP նախագծի գործարկման ընթացքին, այդ մեկանախագիծը այս պահին որ հանգրվանում ենք։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության համար խաղաղության կարելի ասել շրջանակային պայմանագրի կնքումը Միացյալ Նահանգներում ռազմավարական եւ գոյաբանական նշանակության փաստաթուղթ էր 1 տարի առաջ երբ ստորագրվեց եւ այն նաեւ հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անվտանգային նոր միջավայրում ընդգրկվելու հարցին հիմք դրեց եւ Հայաստանի Հանրապետությունը այս ստորագրումից հետո հայտնվեց անվտանգային նոր միջավայրում, ինչը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այսինքն խաղաղությունը եւ խաղաղությունը ամրապնդվում է հենց այդ նախագծով տնտեսական կապերով, որի առաջին միջոցառումը դա TRIP նախագիծն է եւ ցանկացած խաղաղություն ավելի ամուր է լինում եւ անկախտելի է լինում, երբ որ այն բազմաշերտ է լինում, այսինքն նաեւ տնտեսական կապերով է լինում ամրապնդված։ Սա բավականին հասկանալի աքսիոմա է եւ վերջին 1 տարվա ընթացքում մեծ աշխատանքներ են իրականացվել խաղաղության ինստիտուցիոնալիզացման հարցում, տնտեսական կապերի ակտիվացման հարցում, Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության նոր հարաբերությունների կառուցման հարցում մենք տեսանք, որ արդեն արհեստական բանականության երևի թե ամենամեծ գործարանը աշխարհում կառուցվել է Հայաստանի Հանրապետությունում, Հրազդանում, սա հարցեր են, կիսահաղորդիչների գործարաններ են դեռևս կառուցվում, սա հարցեր են, որոնք մենք սենց բանով ենք նայում, գուցե եւ ճիշտ չեն գնահատում սա ինչ հարցեր են, բայց իրականում ռազմավարական նշանակության մեծ հարցեր են, սա պատմական իրողություններ են, այդ գործարանի կառուցումը մեր համար պատմական իրողություն է տնտեսական բնագավառում։ Կարելի է անվերջ թվարկել ինչ դրական արդյունքներ են, թե չհաշված սահմանում կրակոցների, զոհերի եւ ընդհանուրների ընդհանրապես բացակայությունը եւ ընդհանրապես Հարավային Կովկասի համար TRIP նախագիծը եւ պայմանագրի ստորագրումը դառնալու է եւ դարձել է խաղաղության երաշխիք տնտեսական սրընթաց զարգացման հիմք։ Պարոն Խաչատրյան, ներողություն, որպես ճշտող հարց, ես ճիշտ հասկացա ձեզ, որ Արմեն Գրիգորյանի վերաբերյալ, թե նա իր գործունեությունը կշարունակի եւ որ պաշտոնում կշարունակի, չկա ուսակցություն։ Որևէ քննարկում չենք ունեցել, ես տեղյակ չեմ այդ բանը։ Տեղեկություն կա, որ առաջարկել են Արմեն Գրիգորյանին Նիկոլ Փաշինյանի գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն նա չի ցանկացել եւ չի ցանկացել հեռանալ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից եւ դա է եղել պատճառը, որ հանգիստ է վերցրել։ Նման առաջարկ եղել է։ Չգիտեմ, որևէ տեղեկության չեմ թիրապետում, հատկապես պարոն Գրիգորյանը ինչ է ասել կամ ում է ասել եւ կարծում եմ տեղեկությունները իմ կարծիքով հեռու են օբյեկտիվ լինելուց, բայց ամեն դեպքում չեմ թիրապետում։ Պարոն Խաչատրյան, իսկ երկու ձեր իշխանության ներկայացուցիչների, եթե գնահատեք, հա, Ալեն Սիմոնյանի նշանակումը ինչպես է գնահատում այդ պաշտոնը։ Եվ պետք է որ Գրիգորյանը շարունակեր ըստ ձեզ։ Տեսեք, նախ անվտանգային համակարգն է եւ վարչապետի գլխավորությամբ գնահատում անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատանքի արդյունավետությունը։ Ես կարող եմ գնահատական տալ Արմեն Գրիգորյանի աշխատանքին, որ բավականին արդյունավետ ծառայություն է ունեցել նա այդ պաշտոնում, բավականին արդյունավետ եւ բավականին դժվարին պայմաններում եւ իրողություններում եւ չենք մոռանում իհարկե պատերազմներ, գոյաբանական խնդիրներ, անընդհատ հարձակումների վտանգներ եւ այդ պայմաններում անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատանքը հաստատ ամենահեշտ աշխատանքը չի եղել, բավականին դժվար է եղել։ Պետք է ասեմ, ի պատիվ Արմեն Գրիգորյանին այդ աշխատանքը շատ լավ է իրականացրել իմ կարծիքով եւ գնահատանքի արժանի է։ Բայց տեսեք 6 թե քանի 7 գուցե 7 տարին զբաղեցնում է այդ պաշտոնը եւ իհարկե տրամաբանական է, որ մի օր պետք է պաշտոնի փոփոխություն իրականացվի։ Արդեն նոր իրողության պայմաններում մեզ այլ պաշտոնի է պետք, որ այլ խնդիրներ կան իր առջև դրած, որ պետք է լուծի։ Ես վստահ եմ, որ Ալեն Սիմոնյանը այդ պաշտոնը շատ լավ հաջողությամբ կիրականացնի, այդ պաշտոնի առջև դրած խնդիրները արդեն փոքր ինչ փոփոխված են, քան
մինչև պայմանագրի ստորագրելը, ես Արեն Սիմոնյանը բավականին ծանրակշիռ քաղաքական գործիչ է եւ բավականին ակտիվ գործիչ է եւ վստահ եմ, որ այդ ակտիվությունը եւ քաղաքական իր այդ հասունությունը ինքները դնելու այդ ոլորտում ինչը շատ լավ է։ Պարոն Խաչատրյան, այնուհանդերձ Արմեն Գրիգորյան նաև երևի պաշտոն է, երևի չէ, հաստատի պաշտոն է, նաև շատ ակտիվ դերակատարություն է ունեցել հայ-ադրբեջանական բանակցություններում, մենք գիտենք Հաջիևի հետ նրա երկար բանակցությունները, երկար տարիների բանակցությունների մասին տեղյակ ենք, արդյոք Ալեն Սիմոնյանը շարունակելու է նաև այդ կոմպոնենտը, այսպես ասեմ, թե Ես կարծում եմ այո, այն ինչը նպաստելու է մեր անվտանգային համակարգի ուժեղացմանը, հզորացմանը, դա կլինի բանակցություն, քննարկումներ թե ինչ, միանշանակ անվտանգության խորհրդի, եթե քարտուղարի լիազորությունների շրջանակում է լինելու, դա իրականացվելու է։ Ես դրանում կասկած չունեմ։ Իսկ պարոն Գրիգորյանի կատարած աշխատանքը երբևէ քննարկվել է վարչությունում, կուսակցությունում, ինչ կարծիքներ են հնչել նրա աշխատանքի վերաբերյալ։ Ես ընդամենը 1 տարի է որ վարչության անդամ եմ, այդ ընթացքում չի քննարկվել, բայց պարտադիր չի որ այդ աշխատանքը քննարկվի վարչությունում, այդ աշխատանքը շատ տեսանելի է եւ կուսակցությունում եւ հանրության մեջ բավականին տեսանելի է եւ կրկնում ինքը շատ ծանր ժամանակահատված զբաղեցրել է այդ պաշտոնը եւ իր արժեվ դրած խնդիրները կատարել է շատ լավ եւ կարծում գնահատանքի արժանի։ Մի հարց էլ պարոն Խաչատրյան, գիտեք, որ Ռուսաստանից գրեթե օր չկա, որ հայտարարություն չհնչի ԵՄ, թե ԵԱՏՄ երկընտրանքի վերաբերյալ ընդհանուր շանտաժի լեզվով մեզ պարտադրում են հանրաքվե անցկացնել եւ կողմնորոշվելի վերջանում ենք ԵԱՏՄ-ում, թե դուրս են գալիս։ Ձեր գնահատականը Ռուսաստանից հնչող այս շահարկումների եւ շանտաժի վերաբերյալ։ Տեսեք, Հայաստանին հիմա բան պարտադրելը արդեն շատ դժվար է եւ գուցե անհնար, բայց այդ հարցի պատասխանը Հայաստան Հանրապետության վարչապետն է տվել վերջերս եւ բոլոր հարցերին ինքը պատասխանել է եւ նաեւ տվել այն հիմքերը, որոնցով մենք հանրաքվեի չենք գնալու եւ դրան ինչ որ բան ավելացնելը կամ դրացնելը կարծում եմ տեղին չի, որովհետեւ ամբողջապես վարչապետը պարզ, հասարակ եւ ազնիվ կերպով քաղաքական բաներից դուրս, շրջանակներից դուրս գուցե լրիվ ասեց եւ հայտարարեց, ինչու չենք մենք դա անելու, պատճառները որոնք են եւ մենք ինչ ուղղությամբ ենք գնալու։ Կարծում ավելացնելու բան չկա։